Բոլորդ գիտեք, ես աշխատում եմ բժշկական գենետիկայի կենտրոնում։ Մեր կլինիկայում իրականում չեն իրականացվում վիրահատություններ։ Բարձրացնում եմ այս մասին այն պատճառով, որովհետև ես շատ խոսում եմ երբ թլպատումների մասին, հարց է առաջանում, թե արդյոք մեր կլինիկայում իրականում մենք չունենք վիրահատարան, մեր մոտ վիրաբույժներ չկան, ուրոլոգներ կան, բայց վիրահատություններ չեն իրականացնում, համենայնպես բժշկական գենետիկայի կենտրոնում։ Բայց դա չի նշանակում, որ եթե ձեր խնդիրը վիրահատման ենթակա խնդիր է, ապա դուք չեք կարող դիմել բժշկական գենետիկայի կենտրոն։ Կարող եք դիմել, ուղղակի ես ձեզ ուղղորդելու եմ արդեն համապատասխան մասնագետի մոտ, որպես ինքը իրականացնի վիրահատությունները։ Պրակտիկ աշխատանքում հանդիպում են բազմաթիվ դեպքեր, պացիենտներ, ում մոտ կարիք կա իրականացնելու այս կամ այն տեսակի վիրահատական միջամտությունը։ Դա նորություն չի մեր ոլորտում։ Դա շատ հայտնի երևույթ է մեր մասնագիտության մեջ եւ խնդիրը նրանումն է կայանում, որ որոշակի դեպքերում պացիենտները, ովքեր ունեն վիրահատության կարիք, չգիտես ինչի երկար ժամանակ ստանում են դեղորայքային բուժում։ Սա թույլատրելի է, որովհետեւ դա հակասում է բժշկության մեջ ընդունված նորմատիվներին։ Այն մարդիկ, ովքեր ունեն վիրահատության կարիք, իրենք պետք է անհապաղ ուղղորդված լինեն համապատասխան մասնագետի հետ վիրահատության համար։ Չի կարելի բուժել բալանոպոստիտը խրոնիկական դեղորայքներով չի բուժվելու։ Չի կարելի բուժել ֆիմոզը դեղորայքներով, որտեղ այն չի բուժվի։ Չի կարելի բուժել կարճ սանձիկը, որովհետև այն չի բուժվի։ Եվ ծանր ստադիաների վարիկոցելեները նույնպես չի կարելի բուժել, նշանակելով անիմաստ եւ թանկարժեք վիտամիններ։ Թվարկված եւ ոչ միայն այլ դեպքերը վերաբերվում են վիրահատական դեպքերին։ Այդ դեպքերում նորմալ է, որ ես բժիշկ սեքսոլոգս չլինելով վիրաբույժ կամ ուրոլոգ, տեսնում եմ ակնհայտ փաստը, որ պացիենտը ունի վիրահատական միջամտության կարիք եւ ուղղորդում եմ վիրահատական միջամտության։ Սա նորմալ երևույթ է։ Յուրաքանչյուր մասնագետ պարտադիր չի, որ ինքը ինչ հարցով իրեն դիմում են, ինքը անպայման զբաղվի այդ հարցով, որ ասես ոնց կլինի ուղղորդեմ ուր։ Դա նորմալ է։ Եթե պացիենտի խնդիրը չի տեղավորվում քո մասնագիտության շրջանակների մեջ, դու պետք է պացիենտին ուղղորդես այն մասնագետի մոտ, ով ավելի ճիշտ եւ մասնագիտական կարա օգնի նրան։